Ձեր կարծիքով օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնագրերը ինչու կնքվեցին 1 տարով եւ ինչու խաղաղության համաձայնագիրը ոչ թե ստորագրվեց, թեպետ համաձայնեցված էր, թեպետ կողմերը առարկություններ չունեին, բայց նախաստորագրվեց, ինչու։ Երբևէ չեմ մտածած։ Չեք մտածել, իսկ ես մտածել եմ, տեսեք, ամենայն հավանականությամբ Իլհամ Ալիևը սպասում է 2026-ի ընտրություններին եւ սպասում է, որ այդ ընտրություններով Հայաստանի Հանրապետություն կարող է իշխանության գալ Մոսկվայի դրածոն, իսկ այդ ժամանակ արդեն ինքը ոչ թե խաղաղության համաձայնագիր կստորագրի, Պատերազմ կհայտարարի։ Ես չգիտեմ պատերազմ կհայտարարի, թե ոչ նման հայտարարություն անելու իրավասություն չունեմ եւ դա իմ կողմից չափազանց անհեռատես կլիներ ձեր ասածը հաստատել կամ հերքել, բայց ես կարող եմ տարբեր տեսակետներ ներկայացնել, թե Իլհամ Ալիևը ինչ կփորձի անել։ Հիմա մենք գնում ենք եւ ձայն ենք տալիս այն ուժերին, որոնք Հայաստանի Հանրապետությունը ուզում են վերադարձնել Մոսկվայի վասալի կարգավիճակին, այն պարագայում, երբ այդ վասալությունը մեզ վրա արժեցավ Արցախ, թե գնում ենք եւ ձայն ենք տալիս այն ուժին, որը դա կանխելու ծրագիր ունի եւ կանխելու այդ ծրագիրը ունի ամբողջ մեխանիզմով ոնց ենք անում ժամանակացույցով